ուժն է ծնում իրավունք, թե հակառակը։ Թվում է ճանապարհի կեսից տեղ չեմ հասնի, բայց Ինչպես հասնել կնոջը 10 քայլով։ շատ դեպքերում պիտի ուժեղ լինես։ Մեր իրավունքները գործոն դեր դարձնելու համար ուժ է պետք։ Գրքում տված գաղափարները իրականում ապրված են, թե ապրված չեն։ Թվում է, որ ճանապարհի կեսում մնալու ենք տենց։ Այն գործիքը, որի մեջ պահում ենք մեր խնայողությունը, մեզ թույլ չի տալու ավելի շատ ծախսել։ Արժեթղթերը ի տարբերություն ավանդների ինչ առավելություններ ունեն։ Կամ ուտենք ուզում ստանանք, ինչպես որ նկավանների բարագայում է։ Տերմիններ օգտագործեք, որ կա շատերը մար չինարենից լինի։ Մտածել, որ իմ ցանկությունները ձգնիկը պիտի կատարի կամ իրեն պիտի ասեմ։ Գերջան, դու մի քիչ ես որ վամար խնայես, այդ սևորը կգա։ Ես Խորհուրդները բազմաթիվ են խնայողությունների վերաբերյալ։ Ամեն օր կլսեք տարատեսակ նորություններ, ավանդներ, արժեթղթեր, կրիպտոներ։ Այսօր այս աթոռին նստող մարդը մեզ կբացահայտի բոլոր գաղտնիքները, ներդրումների, հատկապես ներդրումները արժեթղթերում։ Իսկ դուք մնացեք մեզ հետ եւ հետևեք մեզ ABC Media-ի եթերում։ Բարև ձեզ, պարոն Ավիկ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ։ Անցած անգամ հիշում եմ, որ հանդիպեցինք ոդքասթի շրջանակում, այն իմ առաջին նախաձեռնած ոդքասթի առաջին էպիզոդն էր հենց։ Դուք համաձայնվեցիք, այսօր ճիշտ առաջինով չստացվեց, բայց 7-րդով արդեն դուք եք։ Ո՞նց եք հասել այսօր այս խցանումներին։ Մի կերպ հասա։ Թվում է ճանապարհի կեսից տեղ չեմ հասնի, բայց այդ բոլորիս Երևանում թվում է, որ ճանապարհի կեսում մնալու ենք տենց։ Գիտեք ինչ հարցի մասին եմ ուզում ձեր հետ խոսալ։ Ճիշտ ասած, այս վերջերս էլ այդ միտքը եկել է, ու ես ուզում եմ մի հատ էդի քննարկենք էլի իրար հետ։ Ուժն է ծնում իրավունք, թե հակառակը, ըստ ձեզ։ մի փոքր դժվար է ասել, ինչ պիտի հասկանանք, թե որ միջավայրի մասին ենք խոսում։ Այսինքն կա միջավայր, որտեղ որպեսզի կարողանաս իրավունք ունենալ, պիտի ուժեղ լինել։ Կա միջավայր, որտեղ որպեսզի կարողանաս ուժ գործադրես, պիտի, այսպես ասած, դրա իրավունքը ունենաս։ Եթե խոսենք պրոյեկտենք այսօրվա հայկական իրականության վրա, մենք որ տեսանկյունից պետք է նայենք այս գաղափարին, մի հատ դուք ձեր կարծիքը ասեք, ես էլ իմը կասեմ, որտեվ ահագին երկար ժամանակ մտածում եմ, բոլոր ասպեկտների մասին է խոսքը, չգիտեմ, այսօր բավականին բաց դաշտեր ունենք, էլի այս հարցով։ Այստեղ խնդիրը ինձ թվում է, եթե նայում ենք քաղաքական դաշտում, այսինքն քաղաքական որպես գործոն ուժը դիտարկում ենք, ինչ որ բան դիմացինին պարտադրելու համար, բնականաբար ամբողջ աշխարհում հիմա ուժով են իրենց իրավունքները ձեռք բերում, այսինքն դու չես կարող մարդկանց խոսել քո իրավունքների մասին, եթե դու չունես դա պարտադրելու ուժը կամ դա ցույց տալու ուժը, եթե նայում ենք հասարակության մեջ, այսինքն այն հասարակության մեջ, որտեղ ապրում ենք, բնականաբար լավ չի, բայց կարելի ասել, որ էլի դրան ենք հասել, այսինքն որպեսզի կարողանաս որևէ բան քո իրավունքը առաջ տանել, շատ դեպքերում պիտի ուժեղ լինես։ Դրա համար իմ կարծիքով մենք հիմա ապրում ենք մի միջավայրում, այսինքն այն միջավայրում, որտեղ մենք ապրում, աշխատում ենք, ավելի շատ պիտի ուժեղ լինել, որպեսզի կարողանաս քո, այսպես ասած, իրավունքներին տեր կանգնես, հակառակ դեպքում չես կարողանա։ Ես համաձայն եմ, որովհետև ես էլ եմ այդ նույն մտքին հանգել, մեր իրավունքները գործոն դեր դարձնելու համար ուժ է պետք ու դա միայն այսինքն քաղաքական ասպարեզին չի նաև վերաբերում է առօրյայում, կարիերայում, մասնագիտականում, բոլոր միջավայրերում, եթե ուզում ես քո իրավունքը դառնա գործոն դեր, դու պիտի ուժ ունենաս, ուժով պետք է դա նաև լինի, խոսքը գնում է նաև մտային ուժի մասին, ոչ միայն ֆիզիկական։ Այսօր իրականում շատ հետաքրքիր sense topic-ներով կարանք անցնենք, նախ կուզենայի ներկայանաք, որ մեզ դիտողները իմանան ով եք, ես թեթև ինտրո եմ տվել, դուք ներկայացեք։ Ես աշխատում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, այնտեղ ֆինանսական շուկաների ինստիտուտների ամբիոնում որպես դոցենտ, նաև Ամբերտ գիտահետազոտական կենտրոնում եմ որպես փորձագետ, կատարում ենք տարբեր տարաբնույթ վերլուծություններ, հիմնականում իմ ուղղվածությունը ֆինանսական շուկաների ուղղվածությամբ է, եւ սրան զուգահեռ նաեւ աշխատում եմ Armbrook ներդրումային ընկերությունում որպես գլխավոր դիլեր, զբաղվում եմ ներքին շուկաներում
պետական, կորպորատիվ արժեթղթերով եւ արտաժույթով գործառնություններ։ Հիմա մենք տերմիններ օգտագործեք, որ կա շատերը մար չինարենից լինի, պիտի խնդրեմ մի քիչ բացենք այս կտորը, նաև ուզում եմ դիտողի համար ասեմ, որ պարոն Աղաբեկյանը իմ դասախոսներից է եղել ֆինանսական շուկաների, ինչի համար շատ շնորհակալ եմ 4 տարիների ընթացքում իրար հետ համագործակցելու, սովորելու, ձեզանից շատ բան եմ սովորել ու հիմա կիրառում եմ նաև իմ գործնականում։ Կուզենայի մի փոքր այսպես խորանանք, որտեվ շատ հետաքրքիր թեմա է։ Հիմա ամենտեղ ամեն մարդ աշխատում է խորհուրդ տա ներդրումների, խնայողությունների մասին։ Եկեք մի հատ գլոբալ անցնենք, թե ինչի համար ենք մենք խնայում։ Մենք անցած էպիզոդին Վահի հետ ենք խոսել EBRD-ից, իմ հյուրն էր Վահեն, ինքն էլ խոսեց խնայողությունների կարևորության մասին ու գրեթե այս վերջերս շատ ակտուալ թեմա է։ Գոնե իմ իրականությունում դարձել է շատ ակտուալ թեմա։ Մի հատ եկեք սահմանենք ինչ են խնայողությունները, ինչի համար է պետք խնայել ընդհանրապես ու հետո անցնենք բարդ խնայողություններին, այսինքն արժեթղթերին, կրիպտոներին, ինչու ոչ։ Իրականում խնայել պետք է միայն հիմնականում նրա համար, որպեսզի կարողանաս հետո ավելի շատ ծախսես։ Այսինքն եթե մենք հիմա խնայում ենք եւ նաեւ այն գործիքը, որի մեջ պահում ենք մեր խնայողությունը, մեզ թույլ չի տալու ավելի շատ ծախսել, հետ ապագայում նշանակում է մեր խնայողությունների մեխանիզմը սխալ է աշխատում եւ խնայողությունը ժամանակակից աշխարհում դառնում է ոչ միայն ուղղակի որպես միջոցներ խնայելու իմ ասած է ապագայում ուղղակի հնարավորություն ավելի շատ ծախսելու կամ ինչպես ընդունված է ինչ որ սև օրվա համար գումար ունենալու դրա համար է ծառայում, այլ նաև կարող է ծառայել որպես եկամտի աղբյուր, այսինքն լրացուցիչ եկամտի աղբյուր, խնայողությունը կարող է ծառայել շնորհիվ նույն ֆինանսական շուկաների շնորհիվ ներդրումներ իրականացնելու հնարավորության։ Մի հատ շատ լավ ֆրազա է լսել ժամանակին, ես միշտ որ հարցում են ինչ ես խնայում, ասում դե սև օրվա համար ու շատ փորձառու մարդ իմ շրջապատում ասեց Գյար ջան, եթե դու մի քիչ սև օրվա համար խնայես, այդ սև օրը կգա։ Ես սկսեցի դրանից հետո ասում ես խնայում եմ լավ օրերի համար, որովհետև ինչու ոչ, նաև մենակ վատ սցենարների համար որպես քանի որ ընդունված է այդպես ասել, դրա համար այդ օրինակը տվեցի։ Ես հիշեցի այդ ֆրազայից շատ հետաքրքիր էր այդ կտորը։ Նայեք, հիմա խնայողությունները, ընկեր Աղաբեկյան ըստինց, բոլորին որ ասում ենք խնայել, նվազագույնը երկու բան կարան հասկանան։ Մեկը բարձի տակ խնայողություններն է, որի մասին շատ ենք ասել, որ абսուրդ է ու օգուտ չի բերում, մյուսը ավանդներն է, որ մեծ հատվածին հասանելի է մեր քաղաքացիների մեծ հատվածին հասանելի պրոդուկտ է որպես խնայողական։ Արժեթղթերը ի տարբերություն ավանդների ինչ առավելություններ ունեն, մենք հայկական շուկայի մասն ենք խոսում, ու ինչի պետք է քաղաքացին բարդացնի իր ոնց որ խնայողական pattern-ը ու տանի դեպի արժեթղթերի վրա։ Ինչ սկզբունքով կամ ինչի համար։ Ենթադրենք անում է լավ խնայողություններ միջինից բարձր պայման։ Արժեթղթերը ի տարբերություն ավանդի հնարավորությունների առումով, որը ինքը ենթադրում է գների աճ, այսինքն մենք մեր ներդրած գումարի կամ ակտիվները, որոնք ձեռք ենք բերել, դրա գների աճ ենք ակնկալում եւ ապագայում մենք ոչ միայն пассив եկամուտ ենք ուզում ստանանք, ինչպես որ օրինակ ավանդների բարագայում է, այսինքն մենք նստում ենք, սպասում ենք, մեզ բանկը վճարում է մեր տոկոսները, արժեթղթերի դեպքում մենք պիտի շուկային հետևենք նաեւ, որը մեզ հնարավորություն է տալու ասենց ասած պատեհ պահին արդեն կարողանանք վաճառել մեր արժեթղթերը, նաև դրա հնարավորությունն է տալիս ժամանակակից հայկական շուկայում պարտատոմսերը ի տարբերություն բաժնետոմսերի մեկ այլ առավելություններ են տալիս, դա չհարկվելն է, այսինքն այս պահին բորսայում ցուցակված պարտատոմսերի պարագայում, եթե մենք ներդրում ենք արել, ի տարբերություն ավանդի չեն հարկվում եկամտային հարկով, այսինքն ֆիզիկական անձը հնարավորություն ունի եկամուտ ստանալ ու չհարկվել։ Այն 10% եկամտային որ գանձում ավանդից պարտատոմսի պարագայում չի գանձվում։ Չի հարկվում, այս դեպքում դա լրացուցիչ sense ասած խթան է ներդրողի համար, չնայած իրականում շուկաները դրանք հավասարակշռում են, այսինքն եթե երկու շուկայում կա երկու այլընտրանք ներդրումային, որը մեկը նույն ռիսկով, մեկը հարկվելու է, մեկը չէ, բնականաբար այդ հարկվողը իր եկամտաբերությամբ պիտի համարժեք լինի հարկման ասենց դրույքի հաշվի առնելով, մյուսին հակառակ դեպքում ներդրողները կընտրեն նա, որը լավագույնն է։ Բնականաբար,
Իրականում այս կողմից, բայց մեր շուկան մի քիչ biased չի այդ տեսանկյունից, որտեվ ինձ թվում է շատ հաճախ մենք լավ ներդրումային պրոդուկտները ուղղակի չենք տեսնում կամ չենք իմանում դրա մասին։ Եթե խոսում ենք արժեթղթերի շուկայի վերաբերյալ, հաճախ մարդիկ չգիտեն լավ որտեղից վերցնենք այդ պարտատոմսը կամ դա շատ sense ինչ որ բան սարսափած վիճակ է, էլի, դա ինչ որ ուրիշ բան են իրանք անցնում ոչ թե խնայողություն։ Ինձ թվում է նաև դա էլ է ազդում նրա վրա, որ շատ հաճախ խնայողությունների մեծ մասը կենտրոնանում է ավանդի վրա, բայց բացի դրանից նաև այստեղ ավելի մի հատ սարսափելի ցուցանիշ կա, որ մեր բնակչությունը միջինում ավելի շատ ծախսում կամ խնայում է, այսինքն մենք սպառողական հասարակություն ենք վերջին հաշվով։ Ու ես միշտ մտածում եմ ոնց կարելի է սպառողական հասարակությանը մղել դեպի խնայողությունները, էլի, դա շատ գլոբալ մեծ հարց է, չգիտեմ։ Հա, հարցը հետևյալն է, այսինքն որպեսզի մարդը կարողանա խնայի, ինքը պիտի ավելի շատ եկամուտ ունենա, քան ծախսերն են, կամ գորեն կարողանա իր ծախսերը կառավարել։ Բայց եթե քո ծախսերը այնպեսին չեն, որ դու կարող ես բացառել այս պահին խնայելու համար, դու չես կարողանալու։ Երկրորդ խնդիրը դա ֆինանսական գրագիտության խնդիրն է, այսինքն մենք այսօր ունենք իրականում լուրջ խնդիր բնակչության շրջանում ֆինանսական գրագիտության մասով, որը նաև պատճառ է, որ խնայող անձինք, այսինքն բնակչությունը, որը պիտի որոշակի իր խնայողությունները որևէ տեղ պահեր, գնում է ավելի пассив վայրեր կամ բարձի տակ է պահում ուղղակի։ Այսինքն գնում է ենթադրենք արտաժուտ առնի պահի, որովհետև գիտի դոլարի կուրսը հա պետք է բարձրանա, որտեղ ինքը կարողանա թանկ վաճառել կամ հակառակը։ Այս դեպքում ֆինանսական գրագիտությունն է նաև մյուս խնդիրը եւ մյուս կողմն էլ կարող ենք ասել բնականաբար ուրեմն չնայած վերջերս մի քիչ ակտիվացել է այդ առումով այն գործ անձինք ովքեր որ պիտի առաջարկեն բնակչության այդ ներդրումները իրենք ճիշտ անեն դա, այսինքն թիրախային ընտրեն, այստեղ այնպես չի որ բոլորին պիտի առաջարկել ամեն ինչ, այս ոլորտը ենթադրում է որ մենք պիտի կարողանանք հասկանալ թե այդ անձը ինչ ռիսկի է պատրաստ գնալ եւ ինչ ասենց ասած եկամուտների ակնկալիք ունի ինքը։ Ռիսկի ախորժակի մասին ենք, չէ՞։ Ռիսկի ախորժակն է նաեւ այդ անձի ասենց ասած հնարավորությունները այդ ռիսկի կրելու առումով, նաեւ ինչպիսի եկամուտները ինքը ակնկալում որ կստանա իր խնայողություններից։ Հա, բնականաբար ակնկալիքները այդ ռիսկը, որին կարես գնաս, շատ որոշիչ դեր ունի, թե դու ինչ չափի կարես խնայողություններ անես, բայց ավելի եթե փորձենք ոնց որ այս տոպիկի մեջ խորանալ, ֆինանսական գրագիտության հարցը, որ բարձրացրեցիք, ես շատ եմ ուզում իմանամ դա որտեղ պետք է լուծվի, որտեղից է գալիս այդ խնդիրը ընդհանրապես այս դարում, որտեղ որ շատ է ինֆորմացիան, գոնե այդ ոլորտի մասին ոչ հոդվածների պակաս կա, ոչ լրատվականի պակաս կա, ամեն երկրորդ երրորդ տեղ այդ ինֆորմացիան կա, որտեղից է գալիս այսքան ֆինանսական անգրագիտությունը, էլի, մեր հասարակության մոտ։ Արդյոք դա լսարաններում պետք է լուծվի, արդյոք դա պետք է ուրիշ այլ պետական ռազմավարական պոլիսի մեջ պետք է լինի որպես այդպիսին կրթելու հանրությանը, թե ոնց պետք է լինի օրեն։ Ինքը պիտի ավելի գլոբալ խնդիր դիտարկենք իրեն, այսինքն պետության համար ֆինանսական գրագիտությունը նաև ոչ միայն բնակչությանը հնարավորություն է տալու ավելի լավ, ասենց ասած, խնայել, լավ ապրել, այլ նաև նվազեցնում է ռիսկերը, որ տնտեսության մեջ կուտակվում են, որովհետև ֆինանսական գրագիտություն չունեցող անձինք իրենք լրացուցիչ ռիսկեր ստեղծող են տնտեսության մեջ։ Եվ այս միտքը մի հատ էլ կասեք, որովհետև բաներ իրանք ինչ ռիսկ են ստեղծում, ինչ իրենց վարքագծով անձինք ովքեր որ ֆինանսական գրագիտություն չունեն, իրենք ավելի էմոցիոնալ են եւ որպես կանոն իրենք այդ իրենց էմոցիոնալ արձագանքներով ֆինանսական շուկաներում ինչ որ տատանումներ են առաջացնում։ Եվ մենք կարող ենք մեր ասենց ասած պատմությունը որ նայենք սկսած 14 թվականի վերջում արտաժույթի տատանումները նայենք, հա 20 թվականի վերջում մենք ունեցանք որոշակի արտաժույթի շուկայում տատանումներ, քանի որ ամենազգայուն թեման է, հենց դրա օրինակն եմ բերում, ու մարդիկ չգիտակցելով պատճառները, այսինքն իրենք չեն խորանմուխ լինում այդ պատճառների մեջ, թե ինչի է, ասենք, հա դոլար դրամ փոխարժեքը աճում կամ նվազում, իրենք մտնում են այդ շուկա, փորձում են
ավելի խելացի գտնվել քան շուկան, հա, ու արդյունքում միշտ ենթադրվում է, որ իրենք պիտի պարտված դուրս գային։ Այստեղ դրա համար եմ ասում, ֆինանսական գրագետ հասարակությունը ինքը ցանկացած առումով է, գրագետ հասարակությունը միայն օգտակար է պետության համար։ Այս իրականում մի հատ հետաքրքիր թեմայից եմ ուզում խոսանք ու կապվում է ձեր ասացի հետ, որտեվ երկուս էլ գիտենք, որ հետաքրված ենք վարքագծով ու ֆինանսական շուկաներում մասնավորապես ոչ նորմալ վարքագծով, հա, մասնակիցների այս վերջերս մի հատ դեպք է կարդում, որ անոմալիաներ են բացահայտել ֆինանսական շուկաներում ու խոսքը գնում է Tricomium Palmi ընկերության բաժնետոմսերի մասին, որ գնեցին մեկ ընկերությունը մյուսին ու մի ընկերության բաժնետոմսի 1.5 անգամ ներառված այդ մյուս ընկերության բաժնետոմսի մեջ ու այն մյուս ընկերության stop value-ն բացասական էր, ինչը նորմալ ավանդական ֆինանսական շուկաներում երբեք չի կարա բաժնետոմսի գինը լինի բացասական գին, կարա լինի 0, բայց ոչ երբեք բացասական գին։ Ուզում եի այս սրանից հետևելով եկավ այն մտքին հեղինակը, որ չգոյություն չունի արդյունավետ շուկայի հիպոթեզ, այսինքն հնարավոր չի հաղթել շուկային այս կոնտեքստում, որ մենք խոսում ենք, բայց փաստացի դառնում է, որ հնարավոր է գնելով կարճ վաճառքաներով այդ պարագայում հնարավոր կլիներ հաղթել շուկային։ Հիմա ուզում եմ հարցնել, մենք հայկական ֆինանսական շուկաներում ունենք հնարավորություն հաղթելու շուկային, թե չունենք։ Ընդհանրապես այդ արդյունավետ շուկայի հիպոթեզի տեսանկյունից ասեմ, իրեն պիտի դիտարկել այն առումով մենք կարճաժամկետ հատվածում ենք դիտարկում իրեն այդ արդյունավետությունը, թե ավելի երկարաժամկետ, որովհետև միշտ հնարավոր է գտնել պահեր, որի ժամանակ դեռևս արդյունավետության այդ մեխանիզմը չի աշխատել, դեռևս չի աշխատել եւ ինֆորմացիան դեռևս գների մեջ չէ եւ դրանից առիթից օգտվել եւ աշխատել, այսինքն դա թե մեր շուկաներում, թե դրսում հնարավոր է դա ունենալ։ Հայաստանյան շուկան գործիքների առումով մի փոքր ավելի աղքատ է, այսինքն մենք ունենք հիմնականում պետական պարտատոմսեր, կորպորատիվ պարտատոմսերի շուկա, պետականն ավելի ակտիվ, հետո կորպորատիվը հիմա այս վերջին տարիներին ակտիվացել են նախկինում հիմնականում ֆինանսական կազմակերպություններ էին թողարկողները, հիմա նաև իրական ոլորտի կազմակերպություններ են սկսել թողարկումներ անել եւ բաժնետոմսեր ունենք, որը ավելի пассив է, այսինքն մենք ունենք 1-2 ընկերության բաժնետոմսեր, որոնց վրա ասենց ասած շուկան աշխատում է, այսինքն մենք ունենք ընկերություններ, որոնց հնարավոր է, այսինքն շուկային փորձել հասկանալ ուղղվածությունը, միտումները կամ շուկայի մասնակիցների նույնիսկ վարքագիծ ինչպիսին պիտի լինի եւ փորձել աշխատել։ Այդ դրանից է որ քիչ են մասնակիցները, թե դրանից է որ օպշնները շատ չի շուկայում, վերջը հայկական շուկա։ Երկուսն էլ կասեմ, հա, այսինքն այստեղ սովորաբար փորձ է արվում հասկանալ թե խնդրեմը ինչու է մեր շուկայի ասենց ասած թույլ լինելու, պիտի ասեմ, որ երկու կողմից է խնդրեմ, այսինքն եւ ներդրողների եւ թողարկողների կողմից էլ խնդիրներ կան եւ դժվար է պատկերացնել, միշտ ես այդ ասում եմ, ֆինանսական շուկա, որը կայուն է, ասենց լավ գործում է, ակտիվ է, եթե չունենք ակտիվ տնտեսություն եւ հակառակը, այսինքն ինքը շատ դեպքերում փակ շղթա է դառնում եւ պետքա մի հատ ձեռք, որը միջամտի կամ ճիշտ տեղերում միջամտի, որպեսզի այդ բանը, հա, մեխանիզմը սկսի գործել։ Հա, կարգավորող ինչ-որ բաներ, հա, այդքան փոխկապակցված են իրար հետ։ Իրականում հա, որովհետեւ նայեք, փոքր տնտեսության համար, մեր նման փոքր շուկա ունեցող տնտեսության համար դժվար է պատկերացնել տնտեսության ավելի մեծ աճ, այսինքն ֆիրման, որ կարողանա շատ աճել։ Իր աճի սահմանափակումներ շատ են, այսինքն մեր շուկան շատ փոքր է եւ հիմնական ուղղությունը կարող լինի օրինակ արտահանումը կամ չգիտեմ, հա, կամ նոր ապրանքների ստեղծումը կարող լինի, բայց ելի կարելի է բախվի ինչ որ մի բանի, դրա համար հիմնականում պիտի միտված լինի արտահանման, այսինքն մենք պիտի ավելի մրցունակ արտադրանք ստեղծենք կամ ծառայություններ ստեղծենք, որը կարողանանք արտահանել։ Հա։ Եվ միայն այդ դեպքում է, որ բիզնեսին փող է պետք լինելու։ Հիմա եթե բիզնեսը գնում է վարկա վերցնում եւ պարտատոմս չի թողարկում կամ բաժնետոմս չի թողարկում, ինքը իր ընտրությունն է դա։ Այստեղ երկու բան կա, կամ ինքը չի գիտակցում դրա առավելությունները, կամ իրեն փողը պետք չի, կամ իրեն պետք են
ասենց ասած հնարավորությունները, որը տալու է վարկ, այսինքն թափանցիկ չլինելու, ոչ թափանցիկ աշխատելու հնարավորությունը։ Մնացած բaragam պարտավոր են, չէ՞, հաշվետվություն ներկայացնելու։ Այսինքն այդ դեպքում ավելի հաշվետու է լինում, հաշվետու թողարկողի կարգավիճակը կա, այսպես ասած, բորսայում ցուցակված ընկերությունների համար, դու պարտավոր ես քո ֆինանսական հաշվետվությունները, քո էական, քո մասին էական տեղեկություններ հրապարակել։ Բայց եթե թողարկող կամ ֆիրման, չի ուզում կամ բաժնետերը չեն ուզում դրան գնան, իրանք չեն օգտվելու մյուս հնարավորությունից, այսինքն ավելի էժան ռեսուրսներ ներգրավելու, ավելի մեծ աճի հնարավորություններ տեսնելու, այստեղ պիտի հասկանանք ինչ է ուզում բիզնեսը եւ ներդրողները ինչ են ուզում արդեն։ Ու ինչը բարդ է, հասկանա։ Բնականաբար։ Ընկեր Ահաբեկյան, մենք ունենք շատ լավ ավանդույթ մեր ոդքասթի ընթացքում, ամեն հյուր հաջորդ օրին որովե նվերա փոխանցում իր կողմից, մենք այստեղ ֆլեշբեքով կդնենք նախորդ հյուրի նվերը, որ հանձնել է ինչ մեկնաբանություն ա տվել։ Այս տուրը դժվար չի լինելու կռահել, ես այս բանը եմ բերել, որը իմ կարծիքով շատ գեղեցիկ ավանդույթ է, ես օրինակ անձամբ շատ եմ ուրախանում, երբ որ ինձ դրանից նվիրում են, ու նաև նենց բան ընտրեցի, որը իմ կարծիքով ու ինչքանով ես հասկացել եմ, դա իմ եւ քո ընդհանուր հետաքրքրությունների շրջանակներում է։ Ես թույլ տվեք ես բացեմ, ձեզ փոխանցեմ։ Ընտրեմ։ Սա մեր նախորդ հյուրի նվերն է։ Ինքը Վահեն Բադանյան EBRD-ից գլխավոր բանկիր է Եվրոպական զարգացման վերակառուցման բանկում, քանի որ այս գիրքը ինքը շատ ասել, մենք գրեթե միասին ենք կարդացել, որոշեց ձեզ նվիրել այս գիրքը։ Շնորհակալություն Վահեն, գրքի համար, ինքը սա այն գրքերից է, որը միշտ կարելի է կարդալ, այսինքն գրքեր կան, որոնք իմ կարծիքով իրենք հանրագիտարանի նման են, այսինքն դու միշտ կարես կարդաս կամ նոր բան փնտրես դրա մեջ, նման ֆինանսական ոլորտի կամ տնտեսագիտության մեջ ես մի քանի գիրք կամ նման հանդիպել, սա նրանցից մեկն է իմ կարծիքով, որ խոսքը գնում է միջայլոց, թույլ կտակ ցույց տամ։ Խոսքը գնում է Դանիել Քանեմանի մտածողություն արագն ու դանդաղ գրքի մասին, ռևոլյուցիոնիստ գիրք գոնե իմ համար ու ընդհանրապես ինձ թվում է ռևոլյուցիոնիստ գիրք տնտեսագիտության, հոգեբանության, միքսված գիտության համար շատ ուրիշ որակի գիրք ու շատ հեղափոխական մտքերով գիրք, անպայման պետք է կարդալ։ Թույլ տվեք ես դնեմ սեանին հաղորդման վերջում վերցնեք։ Ինչ գրքեր խորհուրդ կտաք ուսանողներ, լավ ոչ միայն ուսանողներին, մարդկանց ովքեր պարտադիր պետք է կարդան ու կապ չունի ոլորտը, իրանք ինչ ոլորտում են աշխատում, կա գրքեր, որ մարդ պարտավոր է դա կարդալ։ Մի քիչ դժվար է ասել, որովհետև գիրքը ինքը իրականում արժեհամակարգի հետ է կապված, այսինքն պիտի հասկանաս, ինքը երկու բան է անում, այսինքն մեկը արժեք համակարգ է ստեղծում եւ երկրորդը պիտի ունենաս որոշակի արժեհամակարգ ինչ որ գիրք կարդալու համար, այսինքն եթե մենք այդ արժեհամակարգը չունենք, որ այդ գիրքը այդ պատկանում է այդ արժեհամակարգին, մեր համար դժվար է լինելու այդ գիրքը կարդալ։ Լավ միտք է, դրա արժեհամակարգա պետք որ գիրք կարդալ, միանշանակ, որովհետեւ դժվար է, այսինքն հիմա չգիտեմ մեկը, որը այլ գաղափարների տերը, իրեն, որը համոզված է իր գաղափարների անսխալության մեջ եւ իր կյանքի անսխալության մեջ կան այդպես մարդ ու իրեն պարտադրես կարդալ մի գիրք, որը իրեն նոր բաներ է սովորեցնելու հակառակ ուղղությամբ։ Դրա համար իմ կարծիքով պիտի հասկանանք թե ում ենք ուղղում, այսինքն մասնագիտական գրքեր շատ են, չեմ կարծում մասնագիտական գրքերի մասին պիտի խոսենք, եթե մասնագիտական պիտի հասկանանք այդ դեպքում ինչ են ուզում սովորեն, որովհետեւ նույն ներդրումների ոլորտում տարբեր ուղղություններ կան, ասենք եթե մարդը ուզում է բաժնետոմսերի վերլուծությամբ զբաղվել, ասենք ինքը դամոդարան պիտի կարդա, ասված դամոդար, այսինքն եթե ուզում ես ենթադրենք պարտատոմսերի մասով ավելի շատ բան սովորել, նայել, Ֆաբոցին ունի, fixed income-ի երկու հատարանոց մեծ գիրք, որ էլի հանրագիտարանի նման է, այսինքն իրան միշտ կարող ես կարդալ այդ գիրքը։ Եթե գնանք այլ ոլորտ, այսինքն գեղարվեստական գրականության ոլորտ, սա հետաքրքիր է։ Այսինքն գեղարվեստական գրականության ոլորտ պիտի գնանք, այս դեպքում ես իմ համար ասենց ասած որ ցնցել էին ասենց ասած, ինչ որ բան է փոխել իմ մեջ, մեկը
Կարամազով եղբայրներն են եղել, Հյուգոյի թշվառները, այսինքն գեղարվեստական այդ գրքերը, որոնք էսթետիկ հաճույքի տեսանկյունից թե գաղափարական տեսանկյունից, այսինքն այնտեղ գաղափարների մասին է խոսվում կամ կան կերպարներ, որոնք այսպես ասած ենթադրում եմ, որ ձեր մարդկության, ասենց ասած առանձնահատված որպես դժվար է բացատրել, հա, իրենք ինչ որ մարմնավորում են ինչ որ կերպարներ մարդկության մեջ կամ նույնիսկ մարդկությունը, այսինքն բոլորս ունենք մեր շրջանում։ Հա, մենք ունենք կամ մեր մարդկությունը այս պահին, հա, հասարակությունը այդպեսին է, այսինքն կան գրքեր, որոնք այդպեսին են, այսինքն մեզ որոշակի գաղափարներ են տալիս, որոնք կարելի է դրանցով, հա, ասես քո կյանքը վերարժևորել։ Ես համաձայն եմ միանշանակ, որտեվ այս վերջերս իմ մեծ թերություն կա, ես գեղարվեստական գրեթե չեմ կարդում, գրեթե։ Վերջին այսպես գեղարվեստական էսթետիկ բավարարումս որ ստացել եմ Պարուս Սևակի բանաստեղծություններից, անկեղծ ավելի շատ կարողանամ այս պահին արձակ մասնագիտական կարդալ, քան արձակ գեղարվեստական, բայց ես որ հիշում եմ իմ ընթերցանության պատմությունը, ես միշտ գեղարվեստականի կողմ այդքան չեմ գնացել, ինչքան որ ինձ հետաքրքրել է պատմական գրքեր են, մասնավորապես օրինակ ես շատ եմ սիրել Հայաստանի առաջին հանրապետության շրջանը, ֆանտաստիկ ֆենոմենաշրջան է, մինչև այդ Արևմտյան Հայաստանի պաշտպանությունը բավականին լավ գրքեր կա, Ռուբեն Տերմինասյանի, ով նաև առաջին հանրապետության երրորդ ռազմական նախարարն է եղել, իր հայ հեղափոխականի մի հիշատակները գիրքը 7 հատորանոց, Մալխաս, Արամ Մանուկյանի անտիփուշերը շատ հետաքրքիր շրջան է, ու ինչ եմ դրանց վրա շատ հակվել գնացել, որովհետև միշտ այնտեղից ինչ որ մի հատ դաս եմ վերցրել, որ մենք այսօր էլի անում ենք նույն սխալը։ Ու ինձ այդ միշտ абսուրդի բանից է տանում, абսուրդի ժանրին է պատկանում այդ միտքը, որ ես հենց մտածում եմ, որտեվ փաստացի եղել է մեր մոտ նույն սխալները ու մենք շարունակում ենք կրկնել առանց դաս քաղելու դրանից։ Ու այստեղից եթե կապեմ միտքը, ինձ թվում է կարևոր գաղափարը ընթերցանության ըստ ինձ թե ինչի է պետք ընթերցել, երկու պատճառ, գոնե նվազագույնը որ հիմա հիշում եմ, մեկը աշխարհայացքի ընդլայնման տեսանկյունից, դասականից մինչև գեղարվեստական, մինչև մասնագիտական տարբեր ռակուրսներով մարդն հնարավորություն կունենա աճելու, մյուսը վերցնելու այդ кейսերից սխալները ու դրանք չկրկնելու այլևս։ Բայց դա քանի որ մենք ոչ ստաբիլ վարքագիծ ունեցող արարածներ ենք, հետևաբար այդ խնդիրը չի վերանալու երբեք։ Մեզնից է գալիս, այսինքն երբ որ դու գիրքը կարդում ես ու տեսնում ես բաներ, որ կարող ես վերցնել, նաև քո ներքին, ասենց ասած, տրամադրվածության կամ նաև այդ աշխարհանկալման պատճառով է լինում, այսինքն եթե մենք կարդայինք, նույն գիրքը տարբեր մարդիկ կարդում են, շատ դեպքերում տարբեր ընկալում են։ Բաներ են հասկանում միանշանակ։ Ասենք մարդիկ կան գրքեր, որոնց շուրջ վիճում են, հազարամյակներ դրա իմաստի մասին, ասենք, բայց պիտի հասկանալ իրականում ամենաճիշտ մոտեցումը այդ է, որ վերցնել մի բան, այդ գրքից վերցնել մի բան ապրելու համար, այսինքն, բայց այդ դեպքում էլ պիտի հասկանանք, թե ինչն է, այսինքն այդ գրքում տված գաղափարները իրականում ապրված են, թե ապրված չեն։ Իմ համար ես երբ որ գիրք եմ կարդում, ես ավելի շատ փորձում եմ կարդալ այնպիսի գաղափարների մասին, որոնք գոնե հեղինակը ինչ որ չափով ապրել է, որովհետև չապրված գաղափարները ռոմանտիկա են դառնում ուղղակի։ Այսինքն կամ փորձում ես դրանով հեղափոխություն անել, քո մեջ, ինչ որ բաներ փոխել, բայց դրանք ապրված չեն, այսինքն դրա մարդուն իմ կարծիքով կարող ես խորհուրդ տալ միայն այն, ինչ ինքդ արել ես, այսինքն ինչ արել ես ու այդ արդյունքը տեսել ես։ Գիրք իրականում հեղինակի, ասենց ասած, ընկալումների փոխանցումն է եւ ես հեղինակ գիտեմ, որը մի պահ, ասենց ասած, իր ամբողջ գրածը ջնջել էր ու չէր շարունակում գրել, որովհետեւ ասում է ես հասկացա, որ մարդկանց սխալ գաղափարներ են փոխանցել, այսինքն ինքը հասունացել էր իր մոտ մի պահ, որ ինքը հետ էր նայում իր փոխանցած գաղափարներին, ինքը ասում է որ սխալ գաղափարներ են փոխանցել։ Ինքը չէր ուզում էլ գրել երկար ժամանակ։ Հիմա սկսել է գրել, ու այսինքն նման գաղափարները, որը տալիս ենք մարդկանց ապրելու համար, մենք պիտի հասկանանք, որ արդյոք դա մենք ապրել ենք, որովհետև հեշտ է sense ռոմանտիկ փիլիսոփայորեն կամ լավ շարադասությամբ մտքեր ասել է։ Բայց իրականում մտածում եք, որ նույնիսկ ապրված լինելու փաստը
ոնց որ դարձնում է էֆեկտիվ մեր խորհուրդ տալը ուրիշին։ Ես որտեղ մտածում եմ, որ ամեն մեկի փորձառությունը շատ իր սեփական այդ բառը անգլերենով է լավ հնչում է bullshit-ով է էφված, որտեղ դու խոսում ես քո ցավից, քո ընկալած ցավերից կամ քո ընկալած չգիտեմ դասերից եւ այլն, ինչ որ սեփական աշխարհայացքը թույլ է տալիս ընկալել ու դրանով խորհուրդ տալ ուրիշին ում աշխարհայացքն ու ընկալումները լրիվ տարբեր են, ոնց է այդքան էլ չի պրոյեկտվի։ Ես այս մտքին եկել եմ այն կետից հետո, երբ որ անչափ մոտիվացիոն գրքեր հայտնվեց շուկայում, մեր հայկական գրքերի շուկայում, ամեն երկրորդը ինչպես լինել հարուստ 7 քայլով, ինչպես հասնել կնոջը 10 քայլով, ամենաաբսուրդ, ամենակարճ ճանապարհներով ինչ-որ գեր նպատակների կյանքի հասնելու տենց վերնագրերով գրքեր, որոնք բեսթսելեր են, ցավոք սրտի։ Մարդուն դա է պետք, այսինքն ժամանակակից մարդը ինքը ուզում է կարճ ժամանակում մեծ հաջողությունների հասնի եւ այն ինչ իրանք մատուցում են այդ գրքում, այն հաջողությունները, որ մատուցում են, դա ինչա հասարակությունը ուզում է, այսինքն մարդու, այսինքն իրանք ապրանք են վաճառում մարդկանց։ Ես դրա նման գրքեր իրականում չեմ կարողանում կարդալ, բայց մյուս կողմը ճիշտ եք ասում, այսինքն երբ որ մենք փորձում ենք մեկին խորհուրդ տալ, որոշ դեպքերում ես հիմա որ մտածում եմ, ես դեպքեր են լինում, երբ որ խորհուրդ եմ տալիս, այն որ ես չեմ ապրել, բայց մենակ իմ կարծիքով մի դրդապատճառ պիտի լինի դրա համար, որ դու կարողանաս նման խորհուրդ տաս, այն դիմացինի հանդեպ սրտացավությունն է։ Եթե այլ, ասենք ասած մոտիվացիա դու ունեցար, դա տարբեր կարող լինի, այսինքն ես ավելի խելացի համարես դիմացինից եւ դու պիտի իրեն խորհուրդներ տաս եւ այլն, հա, տարբեր ծայրահեղություններ կարող են լինել։ Իմ կարծիքով պատասխանատվության տեսանկյունից միակ բանը նա որ դու պիտի իր համար սրտացավ լինես, այսինքն դու իրեն սիրելով այդ խորհուրդը պիտի տաս։ Միանշանակ, արդեն մենք բոլորս սրտացավ ենք ու բոլորս խորհուրդ ենք տալիս ու երբեք չսխալվելու այդ բանը կա, չէ՞, սինդրոմը մեր մոտ գոնե մեր հասարակություն։ Այնպես որ խստի վարքերում է կարդալ տենց գրքեր, ովքեր շատ մոտիվացիոն, շատ կարճ ճանապարհներով են փորձում ձեզ հասցնել ձեր ուզած նպատակներին։ Բայց այսօր դուք նաև շփվում եք ուսանողության հետ։ Կարող է մի քիչ կենացի նման հնչի, բայց իրանք մեր ապագան են, չէ՞։ Ես էլ իրենց մեջ լինելով հանդերձ նաև համատարակից լինելով, արդյոք նկատում եք ինչ-որ հատկանիշներ, ընկեր Աղաբեկյան, որ ցանկանայիք փոխել կամ բարելավել կամ չգիտեմ, աշխատել դրանց վրա, որտեղ դուք ունեք ուղիղ այդ հնարավորությունը հենց լսարանի հետ աշխատելու, ինչ եք նկատում, ինչ թույլ կողմեր եք նկատում այսօրվա այսինքն եկող արդեն հասարակության մասին, ովքեր պետքա գան ու արժեք ստեղծեն, շարունակեն ստեղծել արժեք։ Իմ դիտարկմամբ ամենահիմնական, այսինքն մենք ունենք փայլուն երիտասարդություն, իմ կարծիքով, այսինքն սերունդները գնալով ավելի լավ ու փայլուն են դառնում, բնականաբար արժե համակարգը հասարակության փոխվում է, աշխարհը փոխվում է, բայց ավելի պայծառ դեմքեր ես իրենց մեջ արվելի տեսնում, դա կարող է հենց այդ խավարի մեջ ինչ-որ փայլող բաներ ավելի են նկատելի դառնում դրանից է, բայց իմ դիտարկմամբ մենք շատ լավ սերունդ ունենք եւ այդ սերունդին իմ կարծիքով մանավանդ ուսանողությանը, հա, իմ հանդիպած հիմնական խնդիրը աշխատասիրության պակասն է, որովհետեւ մենք ունենք այս պահին շատ ինֆորմացիոն հնարավորություններ եւ այդ ինֆորմացիոն հնարավորությունների պարագայում մարդը մի փոքր ծույլ է դառնում։ Այսինքն ինքը փորձում է ամեն ինչի հասնել իր ընդունակությունների շնորհիվ եւ այն տարբերությունն էլ լրացնել ինֆորմացիայով։ Այսինքն գիտելիքը դա ինֆորմացիա չի է։ Այսինքն մենք պիտի հասկանանք, որ գիտելիքը այլ բան է, ինֆորմացիան այլ բան է։ Այսինքն մենք կարող ենք շատ գրքերից մեջբերումներ իմանանք, դա ընդհանրապես ինֆորմացիա է մեր համար։ Դա գիտելիք չէ։ Հա, կամ մենք կարող ենք բանաձևեր շատ իմանանք, ինչ-որ բաներ հաշվելու խնդիրներ լուծենք, բայց մենք չիմանանք թե դա երբեն կիրառելու կամ ինչպես պիտի կիրառենք։ Իմաստազուրկ կա լինում։ Հա, այսինքն այս դեպքում մեր համար կարևոր, այսինքն մեր սերունդը, այդ ապագա սերունդը, ասենց ասած, հա, որ գալիս է կամ մենք էլ ենք իրականում դրա մի մասը։ Չէ, մենք էլ ենք դրա մի մասը, այսինքն մենք պիտի նայենք նաև հետ, հա, այսինքն մեզ մեջքի հետևում է դեղած սերունդը, ումից մենք գալիս ենք, իրանք ինչ են մեզ տվել, մենք ինչ ունենք իրենցից սովորելու, ես փորձում եմ կյանքում իմ հանդիպած բոլոր մարդկանցից ինչ-որ բան սովորել,
Դա ինձ թվում է դա կարևոր է, այսինքն դու փորձես բոլորից ինչ-որ բան վերցնել, քիչ էգոիզմի նման է, բայց դա կարծում եմ լավ էգոիզմ է, հա, այսինքն բոլորից ինչ-որ բան սովորել։ Սերունդի մեջ հիմա ուսանողության մեջ հիմնականում այն ինչ-որ ես տեսնում եմ ծուլությունն է, այսինքն իրենց դու պիտի շատ, ասենց ասած, սեղմես, որպեսզի ինքը ավելին անի, քան ինքը կարող է անի։ Դուք նկատեցիք, չէ՞, մենք տաղավարում մենակ չենք։ Մենք դուք ինքը ոսկե ձկնիկահու ցանկություններ ա կատարում։ Դուք ունեք ցանկություն ընկեր Աղաբեկյան, որ կուզենաք մեր տաղավարում մեր ձկանը ասեք ու այդ իրականն է։ Մի փոքր դժվար է, այսինքն երբեք չեմ մտածել, որ իմ ցանկությունները որ ձկնիկը պիտի կատարի կամ իրեն պիտի ասեմ։ Գոնե մենք կիմանանք ձեր ցանկությունները։ Ես ցանկությունը նաև քո այս ծրագրի այս գաղափարի հետ է կապված, ես մաղթում եմ կամ ցանկանում եմ, որ գաղափարը ավելի մեծ բանի հասնի, նա որի դու ունես, այսինքն ես հասկանում եմ, թե դու ինչ ես փորձում ձգտել ես գաղափարով կամ փոքր քայլերով ինչ ես փորձում ձգտել, հա, ես ոսկե ձկնիկից այս դա ինքը կարող է անել, հա, ցանկանում եմ, որպեսզի Գեղարդը իր sense ասած, իր պրոյեկտով հասնի այն նպատակին, հա, որին ինքը ուզում է։ Լսեցիր, դրամատիկ, անո դրամատիկ։ Շատ շնորհակալ եմ ընկեր Աղաբեկյան, որ այսօր իմ հյուրն եք, ձեր հետ ոնց որ միշտ հաճելի է խոսել թե լսանից դուրս ու շատ շնորհակալ եմ, որ բացի սարանից նաև ուսանողներին հանձինս նաև ինձ օգնում եք լսանից դուրս մասնագիտական ցանկացած հարցով, որ դիմել եմ ինչով սպաստ, ստացել եմ աջակցություն, մերսի շատ։ Ես եմ շնորհակալ։ Բայց մի հատ աջակցում եմ նկարվենք, որպես հուշ մնա մեզ մոտ, հա։ Այս նոր սերունդը սելֆի անում ընկեր Աղաբեկյան։ Եկեք մենք էլ անենք։ Վերջ։ Շատ շնորհակալ եմ։ Դուրս գանք ընկեր Աղաբեկյան։ Շնորհակալ եմ։